2018 թվականի ամռանը 4-րդ սերնդի Audi A8 ներկայացուցչական սեդանի նորամուտից 1.5 տարի անց 2019 թվականի աշնանը գերմանական մակնիշը ներկայացրեց Audi ընտանիքի թոփ տարբերակին՝ սպորտային Audi S8-ին։ Նոր ներկայացուցչական սպորտ սեդանը նույնպես, ինչպես իր նախորդ սերունդները, արագության եւ շքեղության յուրահատուկ խառնուրդ է եւ մակնիշի տեխնոլոգիական ձեռքբերումների հանրագումարի ցուցահարթակ։ Արտաքնապես այն որոշակի առանձնահատկություններ ունի, որով անմիջապես պարզ է դառնում տարբերությունները սովորական Audi A8-ի նկատմամբ։ Առաջին հերթին դրանք արտահայտվում են առջևի բամպերի նոր ձևավորմամբ, ռադիատորի մասիվ վանդակաճաղի ավելի հստակ գծագրությունով, որտեղ քրոմապատ հորիզոնական գծերն ավելի միատարր են, իսկ ձախ վերնամասում S8 լոգոտիպի առկայությունը առջևում ընթացող մեքենայի հետադարձ հայելու մեջ վարորդին անմիջապես պետք է ստիպի ճանապարհ տալ արագընթաց շքեղ լիմուզինին։ Audi S8-ի արտաքին հայելիները ավանդաբար արծաթագույն են, պատրաստված ալումինից, որով անմիջապես կարելի է որոշել նրա պատկանելիությունը արագընթաց ավտոբանների ձախ շարքում երթևեկողների դասին։ Հետնամասում յուրահատուկ սպորտային դետալը արտանետող համակարգի քրոմապատ կրկնակի կլոր ելուստներն են երկու կողերին, որոնք շահեկանորեն տարբերվում են Audi A8-ի խլացուցիչի ելուստների իմիտացիայից։ Audi S8-ը ստացել է նաև օրիգինալ գծագրության 21 դյույմանոց անիվներ, որոնց հետևում նշմարվում են կարբոնակերամիկ անվազկավառակները առջևում 420, հետևում 370 մմ տրամագծով, որոնք 9.6 կգ-ով ավելի թեթև են։ Սալոնում առանձնապես փոփոխություններ չկան, այստեղ Audi-ից հայտնի տեխնոսալոնն է, որտեղ համարյա թե իսպառ բացակայում են ֆիզիկական ուժով միացվող կամ անջատվող սարքավորումները։ Ամեն ինչ իրականացվում է հպումային եղանակով, սակայն ընկալման որևէ խնդիր չկա, քանի որ ստեղները ֆիզիկապես զգացում են եւ հաճելի ցրնգոցով ազդարարում, որ հրահանգը կատարված է։ Առջևի տորպեդոն այստեղ մեկ միասնական հարթ վահանակ է սալոնի ողջ լայնքով, որը միայն ղեկանևի հետևում է բարձրանում, ստեղծելով տանիք վիրտուալ կոկպիտի համար։ Ավելացել են սալոնի ձևավորման բարձրակարգ նյութերը, մասնավորապես առաջարկվում է նաև կարբոնե վրադիրներ եռաչափ էֆեկտով։ Audi մակնիշը սկսել է իր S-հապավումով սպորտային մոդելները սարքավորել դիզելային շարժիչներով, ինչպես օրինակ այժմյան S6, S7 ընտանիքը կամ SQ7, SQ8 քրոսովերները, բենզինային հզոր շարժիչները պահելով կրակոտ էլ ավելի սպորտային RS տարբերակների համար։ Հետևելով այս տենդենսին պետք էր ենթադրել, որ S8-ը նույնպես կարող է նոր հովերով ստանալ դիզելային շարժիչ, քանի որ այն չի ունեցել RS տարբերակ, սակայն ի ուրախություն մոդելի երկրպագուների նոր սերնդի S8-ը չի զրկվել ավանդական բենզինային V8-ից։ Այստեղ տեղադրվել է հայտնի 4 լիտր աշխատանքային ծավալով երկտուրբինային TFSI տեխնոլոգիայով V8-ը, որի տարբեր հզորությամբ տարբերակները տեղադրվում են ոչ միայն Audi RS6, RS7 կրակոտ սպորտային մոդելների, այլև Volkswagen Group-ի այլ մակնիշների մոդելների վրա, ինչպես օրինակ Porsche Cayenne ու Panamera-ն կամ Bentley Continental GT-ն, Bentaygan եւ Lamborghini Urus-ը։ Թերևս Audi S8-ի վրա այս շարժիչի միջին հզորացված մակարդակն է ընտրվել, ընդամենը 571 ձիաուժ եւ 800 Նմ քարշ, ինչը 51 ձիաուժով եւ 150 Նմ ավելի է նախորդ սերնդի մոդելից։ Տեղից 100 կմ/ժ արագությանը Audi-ի ներկայացուցչական սպորտ սեդանը հասնում է 3.8 վայրկյանում։ Ճիշտ այնքան, որքան նախորդ սերնդի S8 Plus-ը, որն ուներ 605 ձիաուժ հզորություն։ Ավելի ուշ ասպարեզ կհանվի նաև այդ տարբերակը, որն ավելի տպավորիչ դինամիկա կունենա։ Շարժիչն օժտված է Cylinder on Demand համակարգով, որը հանգիստ վարման ժամանակ անջատում է գլաններից 4-ը, տնտեսելով առելիքը։ Սպորտային սեդանը այսպես կոչված mild hybrid փափուկ հիբրիդային տիպի է, որը բաղկացած է 48 վոլտով աշխատող ստարտեր գեներատորից եւ 10 ամպեր/ժամ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցից։ Համակարգը արգելակումների ժամանակ ռեկուպերացիայի միջոցով էներգիա է կուտակում եւ հետո վերադարձնում։ Start-stop համակարգն աշխատում է ոչ միայն կանգառի ժամանակ,
այլև մինչև 220 կմ/ժ արագությունը։ Բացի այդ, պարապ ընթացքի ժամանակ 55-ից 160 կմ/ժ միջակայքում շարժիչն անջատվում է տնտեսելով վառելիքը։ Ընդհանուր առմամբ կիսահիբրիդային այս համակարգը թույլ է տալիս 100 կմ/ին 0.8 լիտր վառելիք խնայել։ Audi S8-ը սարքավորվում է 8 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփով և, ինչպես միշտ, ֆիրմային լիակարժակ Quattro համակարգով։ Նոր սպորտային սեդանը ստացել է նաև կանխատեսող ակտիվ կախոսներ։ Մեքենային մոտենալիս, երբ վարորդ ձեռքը մեկնում է դռան բռնակին, մեքենան 50 մմ-ով բարձրացնում է թափքը, իսկ դուռը փակվելուց հետո հետ բերում մեքենայի թափքը սովորական դիրքին։ Մեքենայի դիմապակու վերնամասում տեղադրված տեսախցիկը վայրկյանում 18 անգամ ստուգում է ճանապարհածածկը և ակնթարթորեն գնահատելով իրավիճակը հրահանգ է ուղարկում այն անիվին կամ անիվներին, որոնք պետք է բարձրանան կամ իջնեն ճիշտ այն վայրկյանին, երբ անցնում են կոնկրետ անհարթության վրայով, որպեսզի սալոնում գտնվողների հարմարավետությունը դույզնից չխաթարվի։ Բացի այդ, նոր կախոսները չզոքացնում են նաև ճոճկը ոլորաններին, ինչպես նաև կտրուկ արգելակելիս կամ տեղից պոկվելիս։ Գերմանական նոր ներկայացուցչական սպորտ սեդանը որպես ստանդարտ սարքավորում ստացել է նաև հետևի կառավարվող անիվներ, որոնք էականորեն բարելավում են ընդհանուր կառավարելիությունը, մանևրայնությունն ու հարմարավետությունը։ Հետևի ղեկավարվող սռնին թույլ է տալիս փոքրացնել ոլորան մտնելու անկյունը և շրջադարձի տրամագիծը, որն այժմ Audi S8-ի մոտ ավելի փոքր է, քան 2 աստիճանով ներքևում գտնվող ստորին միջին դասի Audi A4-ը։ Առաջին անգամ S8-ի պատմության մեջ այն ստանում է նաև 13 սմ-ով երկարացված տարբերակ, որը որպես միակ առաջարկ նախատեսված է ամերիկյան, կանադական, չինական և հարավկորեական շուկաների համար։ Մեքենայի գինը եվրոպական շուկայում սկսում է 140,000 եվրոից։